Այս տեսանյութում ես կպատմեմ սոսինձի մասին շատ գաղտնիքներ, եւ այն լինելու է շատ ծավալուն։ Խոսելու եմ այն թեմաների մասին, որոնք նշված են էկրանին։ Եվ այսպես, ինչով են տարբերվում թարթիչների լիցքի համար նախատեսված սոսինձները։ Սոսինձները հիմնականում տարբերվում են ըստ արտադրող բրենդերի, սրվակի ծավալի, սոսնձման արագության, սցեպկա, խտության, կոնսիստենցիայի, աշխատանքային պայմանների, խոնավություն, ջերմաստիճան եւ գույնի։ Ներկայումս շուկայում կա սոսինձների լայն ընտրանի։ Իսկ ինչպես ճիշտ ընտրել սոսինձ թարթիչների լիցքի համար։ Սոսինձի ընտրությունը կարող է հիմնված լինել մի քանի հանգամանքների վրա։ Առաջինը՝ մասնագետի պրոֆեսիոնալիզմի մակարդակ կամ ըստ սոսնձման արագության սեպկայի։ Երկրորդը՝ սոսինձի գույն։ Երրորդը՝ հաճախորդների հոսք։ Չորրորդը՝ ըստ սեզոնի, տարվա տարբեր եղանակներ կամ աշխատանքային պայմանների։ Եվ հինգերորդը՝ ըստ սոսինձի խտության։ Բոլորը մանրամասն այժմ կքննարկենք։ Սոսինձի ընտրությունը, որը հիմնված է մասնագետի պատրաստվածության մակարդակի վրա, ենթադրում է, որ սկսնակին ավելի շատ ժամանակ է պետք բնական թարթիչները առանձնացնելու, փունջը սոսինձի մեջ ընկմելու, տանելու, հասցնելու հաճախորդի թարթիչներին եւ այն տեղադրելու համար, այնուհետեւ շտկելու փնջի ուղղությունը եւ այլն։ Այս ամենի համար սկսնակին ավելի շատ ժամանակ է պահանջվում, հետեւաբար նա ֆիզիկապես չի կարող հասցնել աշխատել արագ սոսինձի հետ։ Բայց բարեբախտաբար պրոֆեսիոնալ մասնագետը ուսուցողական կուրսի ժամանակ սովորեցնում է ինչպես ճիշտ աշխատել սոսինձի հետ եւ ցանկալի է, որ աշակերտը անմիջապես սովորի աշխատել արագ սոսինձով։ Ըստ կպման արագության սեպկայի արտադրվում են 3-ից 2, 1, 0.5-ից 0.3 վայրկյանանոց սոսինձներ։ Ամենաօպտիմալ արագության սոսինձը համարվում է 1 վայրկյանանոցը, որի հետ կարող է աշխատել համ սկսնակը, համ միջին մակարդակի վարպետության մասնագետ։ Իսկ բազմամյա տարիների փորձ ունեցող հմուտ պրոֆեսիոնալը կնախընտրի աշխատել 0.5-ից 0.3 վայրկյանանոց սոսինձով։ Սոսինձի ընտրությունը ըստ գույնի, թափանցիկ կամ սև կարող է տեղի լինել միայն մեկ դեպքում՝ գունավոր թարթիչների հետ աշխատելիս։ Չնայած մեծամասամբ այս դեպքում եւս մասնագետների մեծ թիվը նախընտրում է աշխատել սովորական սև սոսինձով, առաջնահերթություն տալով նույն արագ կարծրացմանը եւ սերտաչեցման երկար կրմանը։ Այնուամենայնիվ, եթե ձեզ անհրաժեշտ է հենց թափանցիկ սոսինձ, ապա պետք է հիշել, որ որպես արդյունք այն ավելի թանձր է, ունի պոլիմերիզացման կարծրացման երկար ավելի ժամանակ եւ կրման համեմատաբար ավելի կարճ ժամկետ՝ մինչեւ 2 շաբաթ։ Քանի որ իր բաղադրության մեջ գտնվող ցիանոակրիլատի կպցնող սոսնձող տոքսիկ նյութի քանակությունը մինիմալ է, ի տարբերություն սովորական սև գույնի սոսինձների։ Սոսինձի ընտրությունը ըստ հաճախորդների հոսքի կամ սրվակի ծավալների։ Սոսինձները վաճառվում են 2, 3, 5 եւ 10 միլի սրվակներով։ Միշտ ապեք միանգամից գնել 10 միլիանոց սրվակը։ Սոսինձը, ինչպես ցանկացած այլ նյութ, ունի պիտանելիության ժամկետ, եւ սրվակը բացելուց հետո սոսինձի օգտագործման ժամկետը ընդամենը 1-ից 2 ամիս է։ Այսինքն, եթե դուք սկսնակ մասնագետ եք կամ աշխատում եք ոչ շատ խիտ գրաֆիկով, հաճախորդները քիչ են, ապա 2 ամսվա ընթացքում դուք չեք օգտագործի ամբողջ սոսինձը։ Այն կմնա ժամկետից դուրս կգա եւ կդառնա անպիտան օգտագործման համար։ Սկսնակների համար գերադասելի է վերցնել 3 միլի ծավալով սոսինձ։ Այսպիսով դուք կարող եք փորձարկել սոսինձը, ընտելանալ դրան, նաեւ չափսոսալ, եթե 2 ամիս անց սոսինձից որոշ քանակություն ամբողջը չօգտագործվի։ Սոսինձի ընտրությունը ըստ սեզոնի, տարվա տարբեր եղանակներ կամ աշխատանքային զենյակի տարբեր պայմանների։ Սրա մասին ավելի մանրամասն կխոսեմ այս տեսանյութում առկա այն բաժնում, որը կոչվում է տարբեր սոսինձների աշխատանքային պայմանները։ Սոսինձի ընտրությունը ըստ խտության, մածուցիկության։ Սոսինձները սովորաբար լինում են հեղուկ, միջին եւ թանձր։ Հեղուկ ջրիկ սոսինձները շատ արագ են տարածվում թարթիչների վրա, կարծես պարուրելով արհեստական փնջերը եւ հաճախորդի թարթիչները։ Միջին մածուցիկության սոսինձները ունիվերսալ տարբերակ են համ դասական, համ ոչ շատ մեծ ծավալի լիցքերի համար։ Թանձր սոսինձները ավելի ուշ են կարծրանում, դրա շնորհիվ մասնագետը ավելի շատ ժամանակ ունի փունջը տեղադրելու, բայց այդ դեպքում պետք է նաեւ զգույշ լինել կպումներից, կլեկաներից խուսափելու համար։ Կոնսիստենցիան կախված է սոսինձի մեջ կայունացուցիչի քանակից։ Ինչ է իրենից ներկայացնում սոսինձը եւ դրա բաղադրիչ նյութերը։ Թարթիչների լիցքի սոսինձը քիմիական նյութերի միավորում է, որի սոսինձային կպչուն հատկությունները ի հայտ են գալիս օդի մեջ գտնվող թթվածնի եւ խոնավության հետ փոխազդելիս, եւ այսպես սոսինձը պարունակում է ցիանոակրիլատ հանդիսանում է ցանկացած ժամանակակից սոսինձի հիմքը մինչև 90%։ Այս եթերների էֆիրի խումբը պատասխանատու է սոսինձման ամրության համար եւ ազդում է թարթիչների կրման ժամանակի վրա։ Ցիանոակրիլատը քիմիապես ամենաակտիվ բաղադրիչն է։ Գոյություն ունի ցիանոակրիլատների 4 խումբ՝ էթիլ, մեթիլ, բուտիլ եւ ալկոքսի։ Թարթիչների լիցքի սոսինձի արտադրության մեջ էթիլն ամենատարածվածն է, իրենից ներկայացնելով գին որակ օպտիմալ համադրություն։ Էթիլի մոլեկուլներն ավելի թեթև են եւ իրենց թեթևության շնորհիվ դրանք արագ տարածվում են օդում։ Եթե մասնագետը երկար ժամանակ չօգտագործի դիմակ կամ հակաալերգիկ գել, դրա գոլորշիները նստում են եւ կուտակվում են շնչուղիների լորձաթաղանթների վրա, հանգեցնելով ալերգիայի։ Մեթիլցիանոակրիլատը էթիլից ավելի մատչելի է, ամենատոքսիկ եւ ալերգեն տեսակն է։ Դրա գոլորշիները բարձր կոնցենտրացիաների դեպքում կարող են վնասակար լինել օրգանիզմի համար։ Լորձաթաղանթների գրգռում եւ այրոց, էկզեմա, շնչառության դժվարացում եւ այլն։ Իսկ բուտիլը ամենաթանկ տեսակն է, այն ավելի հաճախ օգտագործվում է բժշկության մեջ։ Բոլոր տեսակներից ալկոքսին ամենաապահովն է, այս խմբի մոլեկուլները ծանր են, ինչը դժվարացնում է դրանց օդում տարածվելը։ Գործնականում մենք համեմատաբար քիչ ենք ներշնչում այս խմբի մոլեկուլների գոլորշիները եւ այն շատ քիչ է կուտակվում շնչուղիներում, կանխելով ալերգիկ ռեակցիաները։ Սակայն այս խումբն ունի նաեւ թերություն, դրանք ավելի դանդաղ են կպչում, 2 վայրկյանից սկսած, ինչը ավելացնում է լիցքի պրոցեդուրայի ժամանակը
Նաև կարող է առաջացնել որոշ տեխնիկական խնդիրներ։ Այսպիսով սոսնձում առկա ցեոնակրիլատի քանակը եւ տեսակը որոշում են կպման արագությունը, սցեպկան, թարթիչների կրման ժամանակը եւ արտանետվող գոլորշիների քանակը։ Հետևաբար կարող ենք եզրակացնել, որ ներկայումս գոյություն չունի հիպոալերգիկ գոլորշի չարտադրող սոսինձ, քանի որ դրա հիմնական բաղադրիչը ցեոնակրիլատն է։ Սոսինձի մյուս բաղադրիչը պոլիմեթիլ մետակրիլատն է։ Ցեոնակրիլատն ինքնին շատ ջրիկ է, ուստի սոսնձին ավելացվում է պոլիմեթիլ մետակրիլատ։ Այն գործում է որպես խտացուցիչ, սոսնձի կոնսիստենցիան դարձնելով միատարր եւ առանց գնդիկների։ Պոլիմեթիլակրիլատը վաթեթավորման վրա նշվում է PMMA։ Այսպիսով, եթե սոսինձը պարունակում է ավելի շատ ցեոնակրիլատ, այն ավելի ջրիկ կլինի։ Եթե այն պարունակում է ավելի շատ PMMA, սոսինձը կլինի ավելի թանձր։ Սոսինձը պարունակում է նաև ստաբիլիզատոր էլաստոմեր, ապահովում է սոսնձի համար ավելի լայն աշխատանքային միջակայք, խոնավություն, ջերմաստիճան։ Սրանք օժտված են բարձր առանցքական հատկություններով, այսինքն ունակ են հետադարձելի ձգվելու։ Բնական էլաստոմերներին է պատկանում կաուչուկը, ռետինը։ Մյուսը ներկանյութն է, ածխածնային սև կամ կարող է ընդհանրապես բացակայել։ Սովորաբար ավելացվում է սև գունանյութ սոսինձը մուգ գույնի բնական թարթիչների գույնին համապատասխանեցնելու համար։ Առանց ներկանյութի սոսինձը կլինի թափանցիկ։ Սոսնձում առկա են նաև լրացուցիչ բաղադրիչներ, օրինակ մածուցիկության մոդիֆիկատորներ, պլաստիֆիկատորներ եւ այլն, սոսինձի կայունությունը ապահովելու համար փոփոխվող շրջակա միջավայրի պայմաններում։ Ինչպես է սոսինձը փոխազդում բնական թարթիչների հետ։ Նախ կարևոր է հասկանալ, սոսնձի կաթիլի կարծրացումը կապված է մթնոլորտային խոնավության հետ։ Շրջակա օդում առկա է թթվածին եւ խոնավություն։ Բնական թարթիչների մեջ նույնպես կա խոնավություն, որպեսզի սոսինձը աշխատի, արհեստական թարթիչների եւ բնական թարթիչների միջև կպում կցում տեղի ունենա, անհրաժեշտ է խոնավություն։ Սոսինձը այդ խոնավությունը վերցնում է շրջակա միջավայրի օդից, այսինքն աշխատասենյակում գտնվող օդից, ինչպես նաև վերցնում է բնական թարթիչներից։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ճիշտ նախապատրաստել բնական թարթիչները, ինչպես նաև պահպանել սոսնձի հետ աշխատելու ճիշտ պայմանները, այսինքն վերահսկել աշխատանքային տարածքում խոնավությունը ու ջերմաստիճանը։ Այդ հարցում մեզ կօգնի էլեկտրոնային հիդրոմետրը։ Տարբեր սոսինձների աշխատանքային պայմանները, խոնավություն, ջերմաստիճան։ Սոսինձը լավ չի աշխատի եւ թարթիչները լավ չեն կպչի, եթե աշխատասենյակում խոնավության ցուցանիշը շատ ցածր է։ Կան սոսինձներ, որոնք աշխատում են միայն որոշակի խոնավության եւ ջերմաստիճանի պայմաններում։ Վաճառքում առկա սոսինձների մեծ մասը աշխատում են 40-ից 70% խոնավության պայմաններում, իսկ 40% խոնավության հասնելը այդքան էլ դժվար չէ, բայց գերադասելի է, որ խոնավությունը լինի ավելի բարձր։ Օդի օպտիմալ խոնավությունը պետք է լինի 50-ից 70%։ Սոսնձի պատշաճ աշխատանքի եւ լավ կպման կարծրացման համար անհրաժեշտ է նաև համապատասխան ջերմաստիճան։ Շոկին, երբ օդի ջերմաստիճանը 25 աստիճանից բարձր է պլյուս, սոսինձը վատ է աշխատում։ Այն կորցնում է իր սոսնձող հատկությունները։ Նույնը կատարվում է նաև ցածր ջերմաստիճանի դեպքում։ Սոսինձի աշխատանքի օպտիմալ ջերմաստիճանը 17-ից 24 աստիճան է։ Օրինակ, Be Perfect բրենդի Alpha Plus սոսինձը աշխատում է +18-ից +24 աստիճան եւ 40-ից 70% խոնավության սահմաններում։ Սակայն կան նաև սոսինձներ, որոնք թույլ են տալիս աշխատել ավելի ցածր խոնավության պայմաններում 25-ից 70% եւ ավելի ցածր ջերմաստիճանային պայմաններում 17-ից 25 աստիճան։ Սոսինձի պահպանման ժամկետները եւ եղանակները, որպեսզի սոսինձը ավելի երկար պահպանի իր հատկությունները եւ պատշաճ ծառային նշված ժամկետի ընթացքում պետք է հետեւել օգտագործման եւ պահպանման հիմնական կանոններին։ Առաջինը, սոսինձը օգտագործելուց հետո սպասեք մինչ այն հետ ծորա սրվակի մեջ, այնուհետև զգուշորեն հեռացրեք սոսինձի մնացորդները սրվակի անցքի վրայից, հատուկ անթել անձեռոցիկով եւ ամուր փակեք կափարիչը։ Երկրորդը, օգտագործելուց հետո սոսինձը տեղադրեք հատուկ ջերմային զիպ տոպրակի մեջ, սիլիկագել պարունակող փաթեթիկի հետ միասին եւ պահեք այն մութ եւ չոր պայմաններում։ Արդյոք կարելի է սոսինձը պահել սառնարանում։ Եթե սոսինձը բազմիցս հանեք եւ կրկին դնեք սառնարան, ապա ամեն անգամ սրվակը իր վրա է կուտակում սառը օդից գոյացած խոնավությունը։ Որպես օրինակ վերցնենք սառնարանում խոնավությունից թրջված գարեջրի շիշը։ Այդ խոնավությունը կոնդենսատը շնորհիվ պլաստիկի շնչող կառուցվածքի ամեն անգամ աստիճանաբար կներթափանցի սրվակի մեջ, կրճատելով սոսինձի պահպանման ժամկետը։ Չբացված սոսինձի համար արտադրողի կողմից սահմանված պիտանելիության ժամկետը 6-ից 8 ամիս է։ Արտադրողի ցուցումների համաձայն ցանկացած սոսինձի պիտանելիության ժամկետը բացելուց հետո 1-ից 2 ամիս է։ Սոսինձի ամբողջական եւ լիարժեք պոլիմերիզացման կարծրացման ժամանակը։ Ինչպես ճիշտ խնամել սերտաճեցված թարթիչները, որպեսզի կրման ժամկետը երկարի։ Կարևոր է հիշել, որ չնայած սոսինձի առաջնային պոլիմերիզացումը իսկապես տեղի է ունենում կեսից 5 վայրկյանների սահմանում, կախված սոսինձի տեսակից, սակայն սոսինձի վերջնական լիարժեք պոլիմերիզացման կարծրացման համար արտադրողները խորհուրդ են տալիս լիցքից հետո պահպանել խնամքի որոշ կանոններ, որպեսզի սոսինձի կարծրացման խորքային process-ը հիմնովին ավարտվի։ Ամենակարևոր պայմանն է չթրջել սերտաճեցված թարթիչները եւ հեռու պահել խոնավությունից եւ գոլորշուց 24 ժամվա ընթացքում։ Ահա եւ ավարտվեց իմ ծավալուն տեսանյութը սոսինձի մասին։ Այս ամբողջ ինֆորմացիան ես պատրաստել էի ձեր համար, սիրելի հետևորդներ։ Հույսով եմ այն պետք կկացես ձեր աշխատանքի ընթացքում։ Շնորհակալ եմ ուշադրության համար, ցտեսություն։ Իդեպ մոռացա նշել, եթե ցանկանում եք ավելի մանրամասն պրակտիկորեն հմտությունների տիրապետել, ինչպես աշխատել սոսինձի հետ, ապա հրավիրում եմ ձեզ իմ թարթիչների լիցքի դասընթացներին։